Շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, բավական ժամանակ է անցել մեր վերջին հարցազրույցից, բազում հարցեր են առաջացել, եւ այդ հարցերի հետ կապված ես կցանկանայի ձեր տեսակետները լսել, կիսվեք ձեր կարծիքով, ձեր գնահատականներով, խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցավ հունիսի 7-ին, մենք տեսանք սահմանադրական դատարանը ինչ որոշում կայացրեց, թողնելով ԿԸՀ-ի որոշումը անփոփոխ, եւ դրանից հետո հետևեց այն հայտարարությունները, որ ընդդիմությունը մանդատները վերցնում է, գնալու է խորհրդարան եւ նաեւ չեմ ուզում բաց թողենք այն կարեւոր հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը կարելի է ասել գողացավ Բարգավաճ Հայաստան կուսակցության քվեները եւ անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերում ընտրությունները այդ մարդկանց թույլ չտալով Բարգավաճ Հայաստանին թույլ չտալով մտնել խորհրդարան, իսկ դրանից հետո էլ արդեն ռեպրեսիաները ԲՀԿ-ի եւ ԲՀԿ նախագահի նկատմամբ։ Հիմա եկեք այսպես հերթով գնանք, պարոն Պետրոսյան, խնդրեմ։ Գնացինք, այսօր ես հասկացա, որ մենք կենթանաբանությամբ ենք զբաղվելու։ Դե դուք այդ հարցով շատ լավ զբաղվում եք։ Մի քանի հապավում ունեմ, բան Նիկոլի վերաբերյալ, օրինակ ասենք Մոզի Նիկոլ, մազերից ողորկ, զազրախոս ինքնագոհ, իսկ թվում է ստեղ ոչ մի բանը վիճելի չի։ Ուրեմն տեսեք, դե որ խոսեցիք Բարգավաճի մասին ասեմ, դուք գիտեք, որ ես երկար տարիներ անդամակցել եմ այդ կուսակցությանը։ Այո։ Խորհրդարանում եք եղել, մի քանի գումարում։ Եվ ինչն է խնդիրը, որ ինքը վախենում է Ծառուկյանից։ Ես անկեղծ եմ ասում, դուք գիտեմ, որ ինձ հավատում եք, ես հիմա Ծառուկյանի հետ որևէ կապ չունեմ։ Երկար ժամանակ արդեն։ Բայց ստեղ անձանց խնդիրը չի։ Ստեղ երևույթն է, որ մարդուն հələ հարցերը առաջանում։ Այդ քանի տարվա վաղեմության արարք եք մեղսագրում։ Արդյոք չեն անցել ենթադրյալ։ Չեմ ասում կատարված, որովհետև անմեղության կանխավարկածի սկզբունք կա, այդ ենթադրյալ արարքներից քանի տարի անցել, արդյոք չեն լրացել քրեական օրենսգրքով դրանց համար նախատեսված վաղեմության ժամկետները։ Ուղղի հենց հիմա հիշեցիք։ 8 տարի բա ինչով եք զբաղված։ Եթե Ծառուկյան Գագոն հանցագործ էր, բա 8 տարի քո իրավապահ համակարգը խի իր հետքերով չէր գնում։ Ու հանգարց այսօր Գագիկ Ծառուկյանը հենց ընդդիմադիր ընդգծված, ընդդիմադիր կեցված կընդունեց, նոր հիշեցիք, որ ինքը նորից եմ ասում, ենթադրյալ։ Դե պարզ չէ, պարոն Պետրոսյան, քաղաքական ռեպրեսիաների հետևանք է սա եւ ուրեմն հաջորդ արդյունքը դառավ։ Հաջորդ հապավումը Նիկոլի մասին քրճն է, քաղաքական ռեպրեսիաների չեմպիոն։ Սենց բան չի եղել ոչ մի իշխանության օրոք։ Եվ երրորդ հապավումը Քոստ Նիկոլ, այսինքն քաղաքական ոչնչության սիմվոլ։ Եվ այդ Մոզի քրճն ու Քոսը ընկել է Ծառուկյանի հետևից։ Նորից եմ ասում, բազմաթիվ հարցեր կան։ Նախ այդ առուց արգրավելը որը սա։ Առուծը ինչ մեղք ունի։ Ենթադրենք, թե նորից եմ ասում, անդադ ես այդ բառը շեշտում եմ, ենթադրյալ ինչ որ հանցանք է կատարել Ծառուկյանը։ Առուծը ինչ կապ ունի դրա հետ, որ առուծներին առում տանում եք։ Դե տես լավ չի, շներին, կատուներին, կռիսներին տարեք, իրիգունները, գիշերներն էլ հետները կզբաղվեք։ Այդ ինչ մոտեցում է, սա ինչ։ Դե մի առյուծը տեսակ ինչ եղավ։ Գլուխ կերանեն մի առյուծի բան պետք։ Չէ, բայց առյուծը ինչ կապ ունի։ Ասեմ, տես լավ չի, թո տանեն շներին, կատուներին, կռիսներին, մկներին, հետները պահեն լավ կզգան իրանց։ Այս մարդը իր բանուգործը թողած խուստուփի սարա հելնում, ցիլինդրն է դրած, նկարվում ու բերանը 3-6-ի վրա բացածարա ինչի վրա է ծիծաղում։ Այսօր ռազմագերիներին թողած, մոռացար արդեն այդ խնդիրը։ Այսօր Հայաստանի անվտանգային մարտահրավերները անտեսելով հելնում ես խուստուփի սարում, բերանդ բացում խնդում ես։ Ամոթ չունես դուրա։ Եվ գիտեք ներողություն հարգելի Ռիփսիմե, ես ճիշտն ասած երկար ժամանակ ձեռնպահ եմ մնացել ընդդիմությանը քննադատելուց այն նկատառումից ելնելով, որ դրանով ես ոնց որ
ջուր լցնեմ Նիկոլ Փաշինի ջրաղացին։ Բայց ուղղակի չեմ կարող չասել։ Ես ինչ մտածում եմ, դա եմ ասում։ Ընդդիմությունը իրան ճիշտ չդրսևորեց նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Տեսեք, նախընտրական քարոզարշավը ընթացել է ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի կոպիտ խախտումներով, մասնավորապես ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ասում է, որ պետք է ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը ունենան հավասար հնարավորություններ։ Այո։ Իսկ փաստը այն էր, որ ընտրարշավի մասնակից այն ուժերը, որոնց առաջնորդները պոտենցիալ հավակնորդ էին իշխանությունը վերցնելու հարցում, բոլորը անազատության մեջ էին։ Ինչ հավասարության մասին։ Իսկ Նիկոլ Փաշինը Հայաստանում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանը վայելում էր իր ընտրարշավը եւ ընդդիմությունը ինչի չդիմեց դատարան կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ քաղաքական պատուհասների կլուբի մասով գրանցման մասով ուժը կորցրած ճանաչելու։ Պարոն Պետրոսյան, դա ինչ-որ բան պիտի տար։ Ասեմ ինչ պիտի տար։ Նախ հիմնավորեմ ինչու։ Ահա։ Հա։ Մենք ունենք կուսակցությունների մասին օրենք։ Ահա։ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի օրենքն է, որի 4-րդ հոդվածի համաձայն կուսակցությունը պետքա պարտադիր ունենա գաղափարախոսություն։ Դուք գրագետ իրազեկ լրագրող եք։ Դուք քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինի կողմից մի հատ գաղափարախոսություն լսեցիք։ Լավ, ասենք թե պարոն նշանը խփամա դոշին ժպտալով մանա գալ, դա եղավ ասում եմ գաղափարախոսությունը խաղաղությունն է, ես խաղաղություն եմ բերել, պարոն Պետրոսյան, ինքը այդպես է ասում, բայց ձեզ թվում է այսօրվա իրավական համակարգում, այսօրվա այս խայտառակ դատարանների համակարգը մենք տեսնում ենք ինչպես է աշխատում եւ գործում, ձեզ թվում է, որ ընդդիմությունը հայց ներկայացնել այդ հարցով պետք է ինչ-որ բան փոխվեր, պարոն Պետրոսյան։ Հարգելի Ռիփսիմե, գիտեք ինչ, եթե մենք այդտենց մոտենանք, ուրեմն ոչ մի բանի մասին ոչ մեկս չպետք է խոսանք։ Ասենք դե ինչ որ կա թո տենց է շարունակ։ Դե հիմա նույնն էր սահմանադրական դատարան դիմելը ստացվեց։ Բոլորը ասում են իբր դիմել եք ինչ անեք, մեկանույնն է։ Խամաճիկներն են իրա։ Ես ինքս իմ համար լրիվ տեսանելի, կանխատեսելի էր սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշումը։ Դա ով կա որ դուխ անի, հա, այնտեղ կան ընկերներ, մոտ եմ հետները, բայց որպես սահմանադրական դատարանի դատավոր, իրանք խայտառակեցին իրանց, որովհետև չիրականացրեցին իրականում իրենց դե հիմա տեսեք այդտեղ էլ էին, չէ՞, դիմել, պարոն Պետրոսյան, մտածելով որ անկախ ամենից պետք է այդ քայլերը անել, բայց մենք այն որ ասում են արդեն գիտենք ինչ վերաբերում է։ Եթե տենց էլի ուրեմն ոչ մի բան է չէ, ես պետք է չգայի այստեղ եթեր։ Բայց խեմ եկե վատամարտալելու։ Ախր այդ մտածողությունից պետքա վեր կանգնել։ Վայ, էս ինչը, ես ասել եմ ու կրկնում եմ, հարգելի ժողովուրդ։ Մեր պետությունը քանդում է երկու կարևոր պատճառ՝ անգրագիտությունը եւ մորթապաշտությունը։ Դա գետը չպետք է իրավունք ունենա ընդհանրապես ընտրություններին մասնակցելու։ Սա եթե մեկը մտնում է ընտրական քավյախացիկ 10 րոպե լրվում անդե ոնց որ կներեք արտահայտությունից զուգարան մտածելնի։ Հելում ասում է ինչ պետք է անեմ։ Դու այ անգրագետ, որ դու չգիտես որ մի հատ պծիշկա պետք է դնես։ Դու ինչ իրավունք ունես ընտրությանը մասնակցել։ Դե ժողովրդավարական երկրները այդ հիմքով են առաջնորդվում։ Հարգելի Ռիփսիմե, ինձ շատ են ասում են դու իրավաբան ես, այտենց բան ոնց ես ասում, իրավահավասարության սկզբունք, բան։ Ախր հարգելի Ռիփսիմե, իրավահավասարությունը դա չպետք է դիտարկել մեխանիկական արհեստական հավասարություն։ Ամեն մարդ պետք է իր խելքի չափով իրավունք ունենա մասնակցել պետության գործերի կառավարմանը։ Ոչ թե ամեն մի անգրագետի բերեն, անգրագետը ինչ իրավունք ունի ձեր ճակատագիրը որոշել։ Դա գետը գիտունի ճակատագիրը ասել եմ, էլի կրկնում եմ։ Որոշելու իրավունք չունի։ Տգետը թույթա իրան բնորոշ զբաղմունքով զբաղվում։ Լավ, ասենք թե պարոն Պետրոսյան, տգետը։ Հա։ Այս մեր համակարգում, որը ժողովրդավարական
կառավարման համակարգը, հա, մեր երկրում, այդ ուրիշ բան թե կամած վերածվում է բռնապետության, բայց կամած չէ, արդեն բռնապետության է արդեն վերածվել։ Սա վերածվել։ բռնապետության բաստիոնը։ Այո, բայց ինչ հիմքով մենք պիտի նույն ձեր նշած անգրագետին թույլ չտանք, որ գնա ընտրության մեր ճակատագիրները չորոշի։ Ես այդ բոլոր մեխանիզմները մշակել եմ։ Կասեն մարդու իրավունքի ոտնահարումը, այդ մարդը իրավունք ունի գնա քվե տա։ Չէ, նորից եմ ասում։ Տագետը չպետք է մասնակցի պետության գործերի կառավարմանը, վերջ։ Էսա կանոնը։ Հա։ Այսօր մենք ունենք։ Ես էլ եմ ուզում որ տենց լինի, բայց ինչ գործիքներ կան։ Ասում եմ, մշակել եմ ես։ Ընտրություններից 6 ամիս առաջ ենթադրենք, կամ թեկուզ 3 ամիս առաջ։ Դասընթացներ են անցկացվում, ով որ որոշել է ընտրությանը մասնակցի, գալիս է այդ դասընթացներին մասնակցելու հայտ է ներկայացնում։ Այնտեղ շատ տարրական հարցեր, օրինակ Հայաստանը ինչպեսի պետություն է։ Այսինքն IQ-ն ենք ստուգում տվյալ մարդու։ Գիտելիքներ։ Եթե ինքը այդ բալերը չի հաղթահարում, այդ անհրաժեշտ մակարդակը չի ապահովում, նրան չպետք է թույլ տալ ընտրության։ Էսա մեխանիզմը։ Ես սա մշակել եմ ամեն ինչ իրավաբանության մեջ, արգելի ռիփսի մեջ, չկա բառը չկա, ցանկությունն է պետք։ Ոնց կարելի է ձայն տալ մի մարդու, խոսքը Քոս, Քրչ եւ Մոզի Նիկոլի մասին է, որը ասում է, այսօրվա Հայաստանը, հələ մի հատ խնդրում եմ ժողովուրդ, ձեր ցավը տանը, մի հատ լսեք։ Այսօրվա Հայաստանը ես բառացի ցիտում եմ, որ չասեմ, էլի։ Ամենահաջողված պրոյեկտն է իր զոհերով եւ զոհողություններով, խնդրեմ։ Մարդը պարծենում է մեր զոհերով։ Այո, մի քանի օր առաջ է հայտարարել դա։ Այո։ Սրանան ինչ ասես։ Հա, բայց ձայն են տվել։ Դե բա դրա համար եմ ասում, ցավը տանեմ։ Դեք այդ մարդիկ են, դու տեսել եք սրա կողքը, այդ քոսի կողքը։ Մի հատ երևելի կերպար չկա։ Մի հատ նշանավոր գիտնական, մի հատ նշանավոր արվեստագետ չկա։ Որովհետև ինքը այդ աուրան չունի, որ կարողանա իր կողքը համախմբել։ Չէ, բայց նաև այստեղ նաև իր առանձնահատկությունը այն է, որ ինքը իրենից խելոքներին կամ իրենից ավելի պատրաստվածներին չի հանդուրժում ուղղակի, պարոն Պետրոսյան, սա էլ կա։ Սա բարդույթ է, էլի արտագիտություն։ Տեսեք, իրականում խելացի մարդը պետք է իրան ուժեղ մարդկանցով շրջապատի։ Ինչու՞։ Որ իր նկատմամբ գրոհի դեպքում ու գրոհ ես փոխաբերական իմաստով ասում էլի, որ կարողանան հələ առաջին հերթին այդ ուժեղ մարդկանց շրջանցեն, հաղթեն, նոր մոտենան իրան։ Իսկ ինքը իրան շրջապատելով, դեբիլներով, անգրագետներով, անկիրթ երկոտանիներով, ինքը ավելի խոցելի է դառնում։ Բայց իր մոտ այդ պատոշությունը այնքան ամուր է նստած, ինքը ամեն դեպքում չի հանդուրժում ուժեղ մարդկանց։ Խելացի մարդ, ասեմ մի հատ գիտնական ցույց տվեք, որ իր կողքն է։ Մի հատ գաղափար ցույց վկայակոչեք, որ ինքը քարոզարշավի ժամանակ։ Դե հիմա կողքը չեն, բան չեն, բայց տեսեք արդյունքում ամեն դեպքում չհաշված են հանգամանքը, որ կեղծիքները բազում են եղել, բայց որոշակի զանգված իրեն ձայն է տվել, պարոն Պետրոսյան։ Մենք ցավով պետք է դա արձանագրենք։ Ես արդեն մի քանի հոդված ասեցի օրենքներից, ընտրարշավի որակի վերաբերյալ, վիճակի վերաբերյալ, որ ինքը միակողմանի ընտրարշավ է տարել, անհավասար մթնոլորտում, որը կրկնում եմ սահմանադրական օրենքի համաձայն, ընտրական օրենքի 19 հոդվածի առաջին մասի համաձայն, դա կոպիտ խախտում է։ Դու մարդկանց տանում կալանավորում ես, մի ազդահելում ես, թրև ես գալի, ժպտում ես, նշան ես խփում սրան նրա դոշերին ու իբր քարոզ ես անում։ Սամվել Կարապետյանը միջև հիմա լինելով ուժեղ Հայաստանի առաջնորդը միջև հիմա տնային կալանքի տակ է։ Բա որ իրա լակոտ լոկուտներից հելում են կալուգացի սամո, արա նա կալուգացի չի, դա տաշիրցի է։ Էդ ինչ պիտակ է կպցնում յանի թե։ Կալուգացի չի, այդ մարդը հանդե ապրել է, բայց ինքը Հայաստանի քաղաքացի է։ Ինքը տաշիրցի է։ Կամ որ հելում է սամոն, արա այ լակոտ, մեկը կանդե։ Դու ով ես որ Սամվել Կարապետյանին Սամո ասես։ Ես իմ անցյալը ինձ կարա թույլ տա, բայց ես կյանքում չեմ անի տենց։ Դա հարգանք չի։ Դու ով ես դաստիարակության խնդիր է։ Այ անդաստիրակ, այո։ Դա դաստիարակ։ Անգրագետ անդաստիրակ կենթանի։ Սամոն, կալուգացի Սամոն
Հիմա տեսեք, պարոն Պետրոսյան, ընդդիմության մասով ասեցիք, որ ի սկզբանե հենց Քարոզ Արշավից սկսած է սխալ գնացել գործը, դուք տենց բնորոշեցիք, որ այդ գաղափարի հետ կապված պետքա ԿՊ-ին դատի տար, հա, ճիշտ հասկացա։ Բայց դրանից հետո ընտրություններն անցավ գնաց, տեսանք ՍԴ-ի որոշումը եւ հետո արդեն մեր ընդդիմությունը որոշել է, որ պետք է գնա մանդատները վերցնելու։ Այս մասով ինչ տեսակետ ունեք, պարոն Ես Պետրոսյան։ մի քանի առիթով Վարգերի Ռիփսին ասել եմ, հիմա էլ պնդում եմ։ Մանդատ վերցնելը սխալ է։ Դու եթե ընդունում ես, որ այդ ընտրությունները անօրինական են եղել, դու ոնց ես համակերպվում ու գնում ազգային ժողով։ Ուրեմն դու լեգիտիմացնում ես ապօրինի ընտրությունները եւ դրանց հեղինակների հանցավոր վարքագիծը։ Ես գտնում եմ, որ միակ ճանապարհը մանդատները չվերցնելն է, ինչու՞։ Որովհետեւ իհարկե որոշ իրավաբաններ հիմա կարող է հակադրվեն, բայց ով որ ուզում է հակադրվի, թող հետս գա հերոստաբանավեճի, ես ցույց կտամ։ Տեսեք, Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն ասում ազգային ժողովը պետք է բաղկացած լինի առնվազն 101 падգամավորից։ Այո։ Եթե բոլոր ընդդիմադիրները լքեն մանդատներից հրաժարվեն, իրանք 101 ձայն չեն կարող ապահովեն։ Հա, բայց դրանով չի խաթարվում խորհրդարանի Ով ասում, աշխատանքը։ դա դառնում է ոչ լեգիտիմ մարմին։ Հետևաբար խորհրդարան կոչեցյալի ընդունած Բայց սահմանադրությունը մեր չի ասում, որ դա դառնում է ոչ լեգիտիմ մարմին։ բայց Իրենք եթե միանձնյա կարող են շարունակել օրենքներ ընդունել։ 101 հոգի չունեն, որ падգամավոր լինի։ Հասկանում եք, հետևաբար ազգային ժողովը դառնում է ոչ լեգիտիմ մարմին, դրանից բխող իրավական հետևանքներով, այսինքն նրա ընդունած օրենքներն ու որոշումները լեգիտիմ չեն, օրինական չեն եւ դրանք հանգիստ կարող են վիճարկվել դատական կարգով, ելի գալիս ենք դատարաններին, որ այսօր խայտարակ վիճակա մեր դատարաններում, ես էլ եմ ուզում հնչեցնել եթերում, մարդիկ գործերը քննվում են տարիներով։ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն եւ նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ վճիռներում այն տեսակետն է արտահայտվել, որ արդար դատաքննության իրավունքի պարտադիր տար է գործերի ողջամիտ ժամկետում քննությունը։ Մարդը տալիս է դատարան, տարիներով նստում սպասում է, թե երբ է վճիռ ստանալու։ Այ հիմա օրինակ դուք ունեք, չէ՞, այդպեսի մի դեպք կոնկրետ կապված ձեր անձի հետ, պարոն Պետրոսյան։ Դե Ռիփսիմե ջան, ես ճիշտն ասեմ։ Չէ, մենք օրինակի վրա խոսենք, թե Դե ինչու է իմ օրինակով սենց է։ Ես 3.5 տարի 6 ամիսա ազատված եմ չէ, 3 տարի 2 ամիս ազատված եմ աշխատել։ Երևանի պետհամալսարանից։ Պետական համալսարանից։ Լինելով Հայաստանում աշխատանքային իրավունքի գծով միակ գիտությունների տեխնացու դոցենտը, ինձ իբր թե ժամկետը լրանալու անօրինական, բացահայտ անօրինական վճիռ է։ Էդ էլ պետք է ասեմ, թող ականջներին օղանեն։ Գիտեք ինչի եղա, ես դատերը շահել էի, բայց վճռապեկ դատարանում մի անշնորհք մարդ է նստած։ Մարդը վերապահում եմ ասում, որ ինչա ես եթերում ասել էի, որ ոնց է կարելի, մարդը մի հատ իր շուն սատկսնողին դարձնում է թշնամի իրան, բայց ոնց կարելի է հրաշալի տղա ուներ, փառք իրան, խոնարհվում եմ իր հիշատակի առաջ։ Դաս եմ տվել։ Ազատամարտիկ էր, զոհվեց 44 օրյա պատերազմում։ Դու գնում ես քու երեխու գլուխը կերած մարդու հետ ասեցի եթերում։ Մարդու կնոջ հետ թևանցուկ բերանատ 3-6-ի վրա բացած խնդում ես, այդ բառերս լսելու համար գործը բեկանեց, հիմա ղրգել է առաջին ացիան։ Նորից առաջինով բարձան։ Նորից առաջին ացիան, այսինքն բան է, էլի, ես շտանգի մրցում ասենք, 3 հատ ռիվոկ, 3 հատ տալչով։ Արա ամոթ արա։ Դա ինչ գործ ունի դատական համակարգում։ Էս է, եւ այսօր մենակ ես չեմ։ Այսօր մարդկանց այդ խնդրի մասին եմ ուզում խոսել։ Նիկոլ Փաշինը, որ այդքան խոսում է մարդկանց ապահովությունից, չգիտեմ, սոցիալական հարցերից։ Արա քո ցույցումով այսօր արդեն քանի առօքի աշխատանքից ազատվել են քո քաղաքական հայացքները չկիսելու համար։ Իսկ ես մի քանի անգամ ասել եմ Ռիփսիմե ջան, հարգելիս, աշխատանքի իրավունքը դա կյանքի իրավունքին համարյա հավասար իրավունք է։ Որովհետև եթե դու չես Մարդը պետք է աշխատի, որ կարողանա հոգայի կյանքը։ Երեխեքիդ հարցը լուծես, քո ապրելակերպը կարգավորես։ Եթե մարդուն դու ապօրինաբար զրկում ես աշխատանքից,
Սա ուղղակիորեն գրեթե հավասարակ կյանքից զրկելուն։ Բա ո՞րն է սրա արդարությունը։ Հիմա ձեզ 3 տարի 2 ամիս զրկել են ձեր հիմնական Ասենք ես էի աշխատանքից։ փաստաբան չէի, Ուղղակի դուք կարողացաք գնացիք փաստաբանական լիցենզիա ստացաք, չէ՞, եւ հիմա այսօր փաստաբանի արտոնագիր ստացա։ արտոնագիր ստացաք եւ այսօր դուք փաստաբանություն եք Հա, անում։ բայց ես էի ու չէի։ Այո, դուք եք ու չունեիք Բայց ես 3 տարի, արտոնագիր։ 2 ամիս իմ ընտանիքը ոնց պահեմ։ Բայց այդ է քո արդարությունը, այդ է Նիկոլ։ Հետո է ասում է խես այդ աղայով խոսում։ Բա ինչ ասեմ։ Ասեմ երևելի քնքուշ։ Դե ասում են իմ դեմ խոսում եք, ես ձեզ գործից հանել եմ տալի։ Հա, այդ եղավ օրինականություն։ Իհարկե չեղավ օրինականություն, բայց ինչպես քիչ առաջ նշեցիք, համատարած բնույթ է կրում, պարոն Պետրոսյան։ Մանավանդ հետ ընտրական շրջանում համատարած բնույթ է կրում, ուրեմն համայնքային, տեղական ինքնակառավարման մարմիններում, դպրոցներում, մանկապարտեզներում, ամենուր հետապնդումները մարդկանց աշխատանքից անում են, տարբեր տնօրենից սկսած, հարգելի Ռիփսիմե, մինչև հավաքարար, որ այդ մարդը իր արած գործը ոչ պաշտոնա, ոչ բան, մաքրուհի է, մաքրություն պարգևելով է զբաղվում։ Այո։ Կանչում ասում են արի դիմում դու դուս արի։ Բայց գիտեք ինչ են անում։ Հիմնականում նաև տվյալ հաստիկները լուծարում են կամ տվյալ պաշտոնները ասում են այլևս անհրաժեշտ չէ։ Դե անհրաժեշտ չէ ասում են։ Եվ այդ մարդը ավտոմատ ինքնաբերաբար դուրս է մնում, ասում են մենք իրենք աշխատանքից չենք հանել, ուղղակի մենք վերաձևակերպումներ ենք արել աշխատակազմում եւ այս մարդկանց հաստիկները լուծարվել է, բայց այդ ամբողջ ահռելի աշխատանքը նստում անում են, որ մեկ հոգուց ազատվեն։ Դուք պատկերացնում եք ինչ է կատարվում, պարոն Պետրոսյան։ Ցավոք սրտի ես ժողովրդին եմ դիմում, մեր ազգը չունի իր իրավունքներից օգտվելու մշակույթ։ Պատշաճ մշակույթ չունի, չի կրում։ Ազատել են, դրա միջոցներ կա։ Հաճախ չեն իմանում ինչ անեն։ Դե չեն իմանում, թող իրավաբանները այդ խորհրդակցեն։ Հիմա նայեք, ասենք ես հրաման եմ կարդում։ Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի առաջին մասի 2-րդ կետով հաստիքը կրճատելու պատճառով լուծել աշխատանքային պայմանագիրը։ Ըստ բազմաթիվ հարցեր են առաջ գալիս։ Տեսեք, Հայաստանը գիտեք, վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի մասնակից է, որի 24-րդ հոդվածի A կետի համաձայն ասում արգելվում է առանց հիմնավոր պատճառի աշխատողին աշխատանքից ազատելը։ Նույնը նաև մեր սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ասում է պետք է պատճառաբանված լինի աշխատանքից ազատումը։ Իսկ պատճառաբանվածը ինչ է, որ դու մեխանիկորեն բանը, պրոստը հղում անես օրենքին։ Դու պարտավոր ես հիմնավորել այդ օրենքի այդ նորմի կիրառման բանը, իրավաչափությունը։ Որովհետև օրինակ տեսեք, այդ հաստիքի կրճատման հիմքով ես ես վերջերս մի հատ դատական գործ ունեի եւ հաղթեցի, այնտեղ ասում է հաստիքը կարող կրճատվի աշխատանքի ծավալների, արտադրության ծավալների, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխության արդյունքում։ Բայց սրանք ոչ մի հրամանում չեն գրում, թե ինչ ծավալի աշխատանքա կրճատվել, ինչ աշխատանքի պայմանների փոփոխություն ա եղել կազմակերպման։ Այսինքն ձևական հղում են անում օրենքին ու ազատում են։ Եվ ոչ մեկ չի ֆայվում, դա դիմի դատարան այս հարցերը բարձրացնի։ Ու գործատուն է պարտավոր ապացուցել։ Բայց այդտեղ դատարանները եթե օբյեկտիվ գտնվեն, ճիշտ քննություն անեն, ապա տվյալ անձը կարող է վերականգնել, չէ՞, իր աշխատանքը։ Պարտադիր պետք է վերականգնվի եւ ստանա իր կրած բոլոր վնասների հատուցում։ Խնդրում եմ լսեք, պարոն Պետրոսյանը շատ կարևոր հանգամանքներ առաջ քաշում, որ դուք կարողանաք պաշտպանվել, աշխատանքային ձեր իրավունքները պաշտպանել։ Հարգելի Ռիփսիմե, եթե մարդը չի դիմում, մեր օրենքը որևէ մեկին իրավունք չի վերապահում նրա անունից դիմել։ Նման բան չկա։ Մարդը ինքը պետք է ինքնանձամբ պետք է դիմի, այո, տնօրենի, գործատուն էլ գա, ապացուցի դատարանում ոչ թե իր այդ ձևական հղումները օրենքներին, այլ ապացուցի, որ իրականում եղել են այդ նորմի կիրառման հիմքերը, որովհետև քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր կողմ ինքն է պարտավոր դատարանում ապացուցել իր պահանջների եւ առարկությունների հիմքում ընկած հանգամանքները։ Չեն գնում, չեն դիմում։ Ես չեմ կարող առանց մեկի համաձայնության, առանց լիազորագիր ունենալու գնամ իր շահերը դատարանում ներկայացնեմ։ Իրենք էլ չեն հասկանում, չեն դիմում։ Բայց հարգելի ժողովուրդ, ասում եմ ձեզ, ում որ ազատում են հաստիքի կրճատման հիմքով, պահանջեք այդ
հոդվածի հիմքում դրված է իմ ասած 113 հոդվածի աշխատանքային օրենսգրքի առաջին մասի երկրորդ կետի փաստական հիմքերը աշխատանքի ծավալ կրճատվելը նայեք ազատում են մեկին իբր թե աշխատանքի կազմակերպման պայմաններ են փոխում նրա փոխարեն վերում են ուրիշ մեկին դե տենց էլ իրականում վիճակը չի փոխվել պարզապես խնդիրը տվյալ մարդն է եղել ընդհանրապես այդ մարդուց ազատվելը այո պարոն Պետրոսյան դա է ամբողջ խնդիրը էսա Նիկոլի Հայաստանը գնացեք ընտրեք հենց բանին այն Արաբատ Միրզոևին բանուգործը թողե ինչով է զբաղված Թուրքիան մեծ հետաքրություն ունի մեր միրգ բանջարեղենի նկատմամբ արա դու արդարական բան է արտաքին գործերի նախարար ես դու ինչ գործ ունես միրգ բանջարեղենի հետ Այդպես լավ չի գնա ցիրկում կարյա վարժը ծրա Դե հիմա ասում է միրգ բանջարեղենը այսպեսի խայտարակ իրավիճակում է ես ուզում եմ անդրադառնանք մենք դրան պարոն Պետրոսյան տեսեք այսօր մեր ֆերմերները գյուղացի նաև ով տարիներ շարունակ ջերմոցատներ է ստեղծել հա բանջարեղեն միրգ աճեցրել ծաղիկ աճեցրել Արդյունքում հայտնվել է խայտարակ կոլապսի առաջ, վարկերի տակ կքած, խայտարակ իրավիճակում, գումարած արդեն միրգը, ծիրանը արդեն իսկ այս պահին այդ խայտարակ հա, իրավիճակում է գտնվում, որոշ ժամանակ անց արդեն խնձորի սեզոնը կսկսվի, հա, խնձորը կհասնի եւ այլ մրգեր, որոնք այդ մարդիկ կարողանում են արտահանել Ռուսաստանի Դաշնություն։ Հիմա այսպեսի կոլապս է։ Չհաշված որ Արարատ Միրզոյանը ասում է Թուրքիան մեծ բանջարք ունի հայկական միրգ բանջարեղենի սա կատարյալ абսուրդ է կատարյալ հարցերը թողած մարդը անգելա այն որ թողել է անվտանգության հարցերը դա մի կողմ բայց ամբողջ абսուրդը նաև այն է որ Թուրքիան ոչ մի պահանջարկ Հայաստանի մրգի ու բանջարեղենի չունի Թուրքիան այնքան ունի այդ ամեն ինչից որ նույնիսկ ամբողջ աշխարհին է մատակարարում Իրանք որ կյանքում մանկությունը անցել է թշվառության մեջ Միրգ բանջարեղենի պակաս են ունեցել, կարոտ են եղել։ Դրա համար հիմա սրանց էսա հետաքրում։ Սրանք բաց տեսեք, այդ Նիկոլ Փաշինի գլխավոր խաղաթուղթը, որ ինքը առաջին անգամ եկավ իշխանության, ինչն էր, ինչ կարգախոսներ։ Կոռուպցիայի դեմ պայքար, չէ։ Այսօրվա նման հարգելի ժողովուրդ, ձեր ցավը տանեմ։ Այսօրվա նման համակարգային կոռուպցիա Ռիփսիմե ջան չկա։ Մարդիկ զբաղված են իրենց հետ կապ չունեցող աշխատանքներով Ով ինչի մասին ասա էկոնոմիկայի նախարարը խոսում է պաշտպանության հարցերից։ Այն է այս բանը 8 տարի այն Ալիսեմինը 8 տարի առաջնագծում ավտոմատը ձեռս կանգնած է եղել կլինի մի քիչ հանգստանա։ Արա, լսի։ Դու ինչ ես արել, երբ ես անհանգստացել, որ մի հատ էլ հանգստանաս։ Ժողովուրդ տեսել եք Ալենսիմոնյան 5 տարի ազգային ժողովի նախագահն է Հա, բայց մի հատ նախագիծ ներկայացրել Ես չգիտեմ, չի ներկայացրել Ազգային ժողովի падգամավորի հիմնական գործառույթը դա է Այսինքն Ալեն Սիմոնյանը օրենսդրական նախաձեռնություն խորհրդարանում այս 5 տարվա մեջ չի եկել կարող է միացել ստորագրությամբ սրա նրա կազմածին բայց ինքը անձամբ ազգային ժողովի Թիվ 1 ամբիոնից ոչ մի նախագիծ չի ներկայացրել։ Ասում եմ ես զբաղված մարդ եմ, մյուսները թող ներկայացնեն։ Կամ դու ավտոմատ տեսել ես, որ ավտոմատի անուն ես տաները։ Բայց ինքը այստեղ գիտեք ինչ է նկատի ունի, երևի գիտեք, ուզում ասի, որ ես ազգային ժողովի առաջնագծում մարտնչել եմ։ Հա, մարտնչել է, բայց մարտնչելը ազգային ժողովում ոնց անում, օրինագիծ ներկայացնելով եւ պաշտպանելով։ Բայց հակահարվածները հասցրել ընդդիմությանը։ Հա, դա իր բանուգործը է դա։ Հիմա բայց պարոն Պետրոսյան, ոնց որ թե Ալեն Սիմոնյանի հետ կապված խնդիրներ առաջացավ այս իշխանությունում։ Ալեն Սիմոնյանը մնաց միայն մանդատով, այն էլ այդ մանդատից էլ հրաժարվեց։ Արդյունքում ըստ ձեզ ինչ է տեղի ունենում Նիկոլ Փաշինյանը իր հավատարիմներից է փորձում ազատվել նաև։ Թե դուք այդպիսի միտում չեք տեսնում։ Նիկոլ Փաշինը այն անձնավորությունն է, որ իր սեփական դիրքերը պահելու կարգավիճակը պահելու համար բոլորին պատրաստ է կործանել։ Այդ թվում եւ իր մերձավորներին։ Հասկանում եք։ Այ հիմա ոնց որ թե այդ process-ի մեջ ենք, պարոն Պետրոսյան։ Ինքը նաև իր հավատարիմներին զրկում է բարձր պաշտոններ ունենալու հնարավորություն։ Ես դրա համար չեմ զղջում, որովհետև իրանք արժանի են դրան։ Հասկանում եք, ամեն մարդ, Ռիփսիմե ջան, արժանի է նրան, ինչը վաստակել է ինքը։ Ինքը ուրեմն իրանց թույլ են տվել։
Ես ճակերտներ բացեմ իմ անձնական օրինակից։ Երբ որ ես 2009 թվականին նշանակվեցի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, մի շաբաթ հետո իմ քաղաքական ղեկավարը ինձ կանչեց, գնացի, ասեց բոլոր վարչության պետերին աշխատանքից ազատի։ Ասի չեմ անելու։ Բա ոնց, ասի հենց այդպես։ Բա արդարություն ուր մնաց, ես անունը ինչ դնեմ։ Այդ մարդը 25-30 տարի համակարգին ծառայել է, ներդրում ունի համակարգի կայացման գործում։ Ես բերեմ անգրագետ լակոտներին լցնեմ ընդ, ասեցի, եթե պնդում ես պնդում եք ձեր պահանջը, ես հենց հիմա հրաժարականի դիմում եմ գրում, ասեք թող թուղթ ու գրիչ բերեն։ Ես էլ կարայի ասեի, դե բա ղեկավարը սա ասե արել եմ։ Հետո այդպես ոնց կլինի։ Ես նորից եմ ասում, բազմաթիվ առիթներով ասել եմ, որ եթե բախվում են իրավունքն ու արդարությունը, ես արդարության կողքին եմ, չնայած լինելով իրավաբան։ Ինչու՞։ Որովհետև եթե իրավունքը համեմված չի արդարությամբ, դա դառնում է չարիք պետության, ժողովրդի, հասարակության գլխին։ Հետո Այդ այդտենց լավ բաներ եք առանձնացրել, ուզում եմ այդպես արագ sense բլիցի կարգով դրանք գնանք, ինչ եք առանձնացրել, պարոն Պետրոսյան։ Դե առանձնացրել եմ այդ Միշտ օրիգինալ բաներ եք գտնում, ձեր աչքը սուր է։ Ուրեմն ախր սրանց որ մի բանն ասես, ոչ մեկ զբաղված չի իր գործով, բացարձակապես չեն տիրապետում։ Ես հրապարակային բանավեճի առաջարկ եմ անում, Նիկոլ Փաշին, խոստանում եմ հետդ խոսամ իրական քո լրիվ ազգանունով, պահելով կոռեկտությունը, կամ քո թիմ կոչվածից, ես այդ թիմ բառը չեմ սիրում, բասկետբոլա, ջերի գնդակա ինչ։ Դե հիմա թիմա։ Հա, թիմա, իրանց բառով եմ ասում։ Ցանկացած մեկին, ում որ դու լիազորում ես, որովհետև դու վախում ես իմ հետ գաս հերոստա բանավեճի, որովհետև պատկերացնում ես ինչ խայտարակ վիճակում ես հայտնվելու։ Քեզ 3 հատ հարց տամ, եթե մեկին պատասխանես, ես կհել եմ եթերից կգնամ։ Դու ի վիճակի չես պատասխանելու։ Դու մենակ ի վիճակի ես քո քաղաքական ընդդիմախոսներին աշխատանքից ազատելու հրահանգներ տալով։ Դա բռնելը։ Դե բռնելու մասի խոսք չկա։ Ծառուկյան Գագիկը ինչ ա արել, ես ուզում հասկանամ։ Ասենք նորից եմ ասում, եթե քո ղեկավար 8 տարի է դու ես երկրի փաստացի ղեկավարն ես, դե յուրե նախագահն է, բայց ուր անդե նախագահ։ Հա։ Դու ինչ ես արել։ Մի հատ օգուտ ես երկրին տվել ես։ Ես ոչ մեկի սրբացմամբ չեմ զբաղվել, որովհետև ոչ դրա ցանկություն ունեմ, ոչ կարիքը, ոչ էլ հնարավորությունը։ Պարոն Պետրոսյան։ Բայց կներես Ռիփսիմե ջան, բայց ոչ մեկ ինձանից սկսած սուրբ չի, այդ թվում եւ Գագիկ Ծառուկյանը, բայց այդ մարդը ահագին բան ունի արած էս երկրում։ Դե հիմա ամբողջ գործարանները պլոմբել փակել են, դու չեն թեմային եմ ուզում անդրադառնալ։ Դու ինչ իրավունք ունես, ենթադրաբար, ասենք, էլի այդ բառը ասում եմ, ասենք Ծառուկյան Գագիկը հանցագործ է, ենթադրաբար։ Այդ մարդու հիմնարկի աշխատողները ինչ մեղք ունեն, որ փակել ես ու զրկել ես հացից։ Դե ինքն ասել է ունե զրկելու եմ, չէ՞, գործարանները ուղղակի փակել։ Պարոն Պետրոսյան, իրեն առանձնապես հետաքրքիր չի, որ այդ մարդիկ իրանց տուն հաց չեն տանելու եւ եւս մի 25-30 հազար մարդ աշխատատեղ չի ունենալու։ Ես հիշում եմ, որ Ծառուկյանը մոտավորապես մի 30 հազար աշխատատեղ ունի, չէ՞, ստեղծած Հայաստանում։ Այո, բա դու ինչ ես ստեղծել։ Մի հատ աշխատատեղ ստեղծել ես։ Հիմա այդ մարդ մնալու է անգործ, հա։ Մարդին գրել ես, այդ թվում շատ դեպքերում նաև հիմնազուրկ բաներ են եղել, հրապարակումներ, դու մենակ տուն ես քանդել։ Գիտեք ինչ, ես չեմ սիրում մարդկանց ընտանիք մտնել, հարգելի Ռիփսիմե, բայց հույն փիլիսոփա, որը փիլիսոփայության մեջ իմ կուռքն է, Սոկրատեսին հարցրել են, ինչ կարծիքի եք պետությունը ղեկավարելու ունակությունների վերաբերյալ, ասել է պետությունը պետք է ղեկավարի այն մարդը, որը կարողանում է իր ընտանիքը ճիշտ ղեկավարի։ Հա, բայց դա շատ մեծ բացարձակ ճշմարտություն է։ Մնացածը դատեք ինքներդ եւ մեր հարգարժան հեռուստադիտողները։ Ուրեմն այն Ռուբինյանը ինչա որ պետք է դառնա նախագահ ազգային քաղաքականապես ոչնչացնելու ենք մարդը սպասում ենք
Մենք սպասում ենք ազգային ժողովի։ Այ ուզում եմ անդրադառնամ։ Այդ որ այո, արդեն հիմիկվանից սպառնալիքներ են հնչեցնում, որ ընդդիմությանը քաղաքականապես ոչնչացնելու։ Առաջին նիստից ինչա կատարվելու։ Ստորացնելու են, դրա համար եմ ասում, արա ամոթա մանդատները մի վեկալ եք։ Նյուժելի դե մանդատա ցավը, այտենց բանա ձեր համար։ Պարոն Պետրոսյան, բայց գիտեք ընդդիմությունն էլ ինչ է ասում։ Ասում է լավ, չվերցրեցինք այդ մանդատները, օրինակ։ Ասում է կգնանք կհայտնվենք լուսանցքում եւ ասենք երբ որ պատեհ պահ լինի օրենսդրական նախաձեռնության, իմպիչմենտի կամ երկրում քաղաքական ներքին իրավիճակը փոխվի, մենք այնտեղ մարդ չենք ունենա, մենք այնտեղ չենք լինի։ Մարդ ունեն ինչ են անում, շշերը տալիս են գլխներին։ Այդ հələ իմ ելույթի վաղ մեկը բախտը փորձեր, մի հատ ծպտուն հաներ։ Դե հիմա ասում են նենց կանենք չեն տա գլխներիս։ Չեն կարա։ Իրանք հենց առաջի օրվանից այդ նսեմացումը կզգան։ Դե բայց քանի որ իրանց համար մանդատի բույրը ավելի կարևոր է, քան իրանք։ Ասում են այսքան քաղ բանտարկյալ ունենք, գոնե այդ մանդատը հնարավորություն է տալիս գնալ այդ մարդկանց տեսնել, գնալ քրեակատարողականներ։ Ես անարգել մուտքի ելքի իրավունք ունեմ։ Ցանկացած կալանավորում։ Հա, դուք փաստաբան եք, ասում բա մենք չգնանք տեսնենք այդ մարդիկ ոնց են, ինչ վիճակում են։ Ում են գնացել տեսել, մի հատ հետաքրքիր։ Տեսա որ մանդատը վերջ, դե նախորդները գնում էին, նախորդ խորհրդարանի падգամավորները ընդդիմության գնում էին, ես հիմա որ ես մանդատ չունեմ, բա իմ ակտիվությունը ես ոնց եմ դրսևորում։ Ասում են այնտեղ լինենք, որ տեղում մարդ լինի, ինչ որ մի նախաձեռնություն անելու։ Չէ, ես իրենց տարբեր, ես այնպես չի որ ես այդպես միանշանակ եմ դրա վերաբերում, հասկանում եք, պարոն Պետրոսյան, ուղղակի իրենց տարբերակներն եմ առաջ քաշում, որ կարող են քննարկել, իրենք այսպես են դա մեկնաբանում։ Ես գտնում եմ անկեղծ եմ ասում, իրենց շահերից եմ հիմա խոսում։ Հիմա կարող է ինձ որոշ մարդիկ այդ ընդդիմադիրներից լսեն չընդունեն, բայց ես անկեղծ իրենց շահերից եմ խոսում։ Մի գնացեք, մի վերցրեք, խայտարակ եք կնելու, որովհետև այնտեղ իրանց ձայների քանակը այնքան չի, որ իրանք կարողանան հարց որոշել։ Ոչ մի նախագիծ էլ չեն կարողանալու անցկացնել, թուքումուրը ուտելու են, վիրավորանքը ուտելու են ու Հելեն Էթան իրանց տներով իրանց համոզելով, որ իրանք լուրջ գործով են զբաղված։ Հիմա տեսեք, ասենք, այսօր Ծառուկյանի մասով քանի ընդդիմադիր է հիմա խոսում։ Հələ որ մանդատները ուժի մեջ են։ Հա? Հայտարարություններ են արել։ Ինչ հայտարարություն։ Դե ուզում եմ ասեմ արվել է ինչ որ հայտարարություններ։ Դե մեկ երկու հոգի, բայց այսօր պետք է ամբողջ ընդդիմությունը գնար Ծառուկյան Գագիկի կողքը կանգներ։ Իրար հետ են, չէ՞, մտել ընտրապայքարի մեջ։ Հա, Ծառուկյանի ձեները գողացան տարան։ Այո։ Կամ գողացան, կամ փոշիացրին, չեմ մանում։ Բայց խիչեք բոլորը թելում եթում այդ մարդուն տենալու։ Ես օրինակ մտադիր եմ 2 օր հետո գնամ տեսնեմ իրան։ Ազգային անվտանգության մեկուսարանը։ Թողես բանը կամ հələ սրան, այս ինչա։ Հետո վա բան։ Չախոյան եսի միջ է։ Այ միջած падգամավոր է դա գնալու։ Մանդատ ունի։ Դա ազգային ժողով вообще մախտարվա։ Ուրեմն ինչ ալում, հայերն բարեսիրտ, կենթանասեր, Ծառուկյանն անձամբ էր սպանում ու խրտվիլակ սարքում։ Սա ասում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Արա քո ինչ կապ ունես կենթանաբանության հետ։ Դու բանուգործ չունես, արա աշխատակազմի գործունեությունը կարգավորի, որ այսօր մարդիկ ինքը նաև քարոզչական եւ այն պոակի ֆեյքերի մասով պատասխանատուն է, չէ՞, այդպես են ասում համենայն դեպս։ Անմիջական քարոզչական գործերում ներգրաված է, դրա համար երևի հարկ է համարում անդրադառնա անպայման եւ բոլոր տեսակի թեմաների նկատմամբ ունի ուրույն գնահատական է։ Որ լավ սապոնվի։ Պարոն Պետրոսյան, հիմա որ գնացին խորհրդարան մեր ընդդիմադիրները, ըստ ձեզ, ոչ մի գործի օգուտ չեն տալու։ Ոչ, չեն կարող, ուղղակի հնարավոր չի դա։ Իրանք չունեն այնպիսի մեծամասնություն, որ կարողանան ինչ-որ իրանց ուզած օրինագծերը կյանքի կոչեն։ Բացի դրանից տեսեք, հա Հելեն ասենք կներել, Արիփսի մեջ։ Ասենք Հելեն ընդամենը սրաներան գրսելու համար խոսավ։ Էդի եղավ ազգային ժողովի падգամավորի գործ։ Խի մոռանում են, որ սահմանադրության համաձայն ազգային ժողովը դա օրենսդիր մարմին է եւ